Իրական խաղաղություն, թե հարաբերություն ադրբեջանական տարբերակով։ Ալիևի օգնականն ասում է, Երևանն ու Բաքուն ապրում են իրական խաղաղության պայմանում, սակայն այդ ամենը փաստաթղթավորելու համար պակասում է մեկ բան։ Ըստ Հիկմետ Հաջիևի, Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։ Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևոր է, որ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ համարվող դրույթները պաշտոնապես վերացվեն նոր սահմանադրության ընդունման կամ այլ իրավական մեխանիզմների միջոցով։ Բաքուն անվրդով առաջ է քաշում նախապայմանները, իսկ Երևանում վիճակն ավելի է բարդացել։ Խորհրդարանի վերջին ընտրությունից հետո գործող իշխանությունը չի ստացել սահմանադրությունը միանձնյա փոփոխելու քվոտա։ Նախկին դեսպանն ասում է, հենց այս հանգամանքն է դարձել բանակցային գործընթացի ամենազգայուն կետերից մեկը։ Մենք ժամանակի առաջ գնալու հետ առաջիկա շաբաթներին եւ ամիսներին մենք կտեսնենք այլ ավելի խստացող այդպիսի հռետորաբանություն պահանջների տեսքով, մի կողմից փորձելով սպասարկել այս իշխանությունների տարածող թեզը, թե իբրև թե խաղաղություն գոյություն ունի, մյուս կողմից իրենց այդ պայմանների ցանկը, որոնք բոլոր ռացիոնալ դատող անձինք հասկանում են, որ վերջ չունի։ Ադրբեջանը հայտարարում է, թե խաղաղության պայմանագրի տեքստը հստակեցված է։ Թրիփի ադրբեջանական հատվածում ենթակառուցվածքների աշխատանքը գրեթե մոտենում է ավարտին։ Պայմաններն էլ հստակ փոխանցել է Հայաստանին։ Բաքուն քայլ առ քայլ ձևավորում է այն քաղաքական միջավայրը, որտեղ Հայաստանի վրա ճնշումները կարող են մեծանալ։ Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը չի բացառում, եթե բանակցությունները մտնեն փակուղի, տարածաշրջանում կարող է աճել նաև նոր ռազմական լարվածության վտանգը։ Առանց Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության Ադրբեջանը չի համաձայնելու խաղաղության գործընթացի առաջմղմանը։ Ավելի պարզ, Բաքվին անհրաժեշտ է լեգիտիմ պատճառ, որով տարածաշրջանային կոմունիկացիաներին Երևանի չմիանալը կներկայացվի որպես խոչընդոտ կամ ռեգիոնալ խաղաղության արգելափակում, ինչը բնականաբար հանդիսանալու է Սյունիքում ռազմական գործողությունների իրականացման պատճառ։ Փորձագետների համար վաղուց պարզ է, որ Երևան-Բաքու բանակցությունները վաղուց երկկողմ հարաբերությունների մասին չեն։ Իրանի շուրջ շարունակվող լարվածությունը, Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը, Թուրքիայի քաղաքական աջակցությունն Ադրբեջանին եւ Ռուսաստանի փոխվող դերակատարությունը շարունակում են ազդել տարածաշրջանային գործընթացների վրա։ Ձյունիկ Աղաջանյանի գնահատմամբ նման ռազմավարական հարցերում Բաքվի եւ Անկարայի քայլերը դժվար թե ինքնուրույն լինեն։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան նրանք ինքնուրույն դերակատարներ չեն եւ նրանք չեն կարող դուրս գալ իրենց արևմտյան ոչ միայն թելադրողների, այլև ամբողջ իրենց տնտեսության, քաղաքականության վրա էական ճնշում ու լծակ գործադրելու ունակություն ունեցող կենտրոնների ազդեցությունից։ Իրենք կարող են այսպես մեծ հոխորտալով արտահայտվել, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Սակայն տարածաշրջանային գործընթացների դերակատարները միայն Երևանն ու Բաքուն չեն։ Թրիփի քաղաքական քավորը Վաշինգտոնն է, որը Գասպարյանի խոսքով շարունակելու է Իրանի դեմ պատերազմի թեման շահարկել մինչև ընթացիկ հոկտեմբերը, երբ Իսրայելում կկայանա Քնեսեթի ընտրություն։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը վստահեցրել է ամերիկյան կողմին։ Սյունիքում Թրիփի աշխատանքները սկսել աշնանը։ Իրանը պաշտոնապես դիմել է Երևանին արագացնելու ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը։ Լուծումը հավանաբար իշխող վարչախմբի ղեկավարի փախուստն է։ Երկիրը նոր ու աղետաբեր պատերազմի մեջ ներքաշելուց հետո կամ կրկնակի կապիտուլյացիան կամ էլ անվտանգային կանխարգելիչ գործողությունների ձեռնարկումը, ինչպես Եգիպտոսը բազմիցս արել է անցած դարի 70-80-ականներին։ Տարածաշրջանում ամեն ինչ արագացված ռեժիմով է ընթանում։ Ենթակառուցվածքների պատրաստումից մինչև աշխարհաքաղաքական երկրաշարժեր։ Խաղաղաշինության գործընթացն էլ ավելի հրատապ է դարձնում մեծ պետությունների մասնակցությունը։ Կմոտենա խաղաղության սպիտակ աղավնին եզրագծին, թե նրան կփոխարինի սևագրավը։ Ճնշումների ու լարվածության մակընթացության ավարտը հայտնի չէ։ Առաջիկա ամիսներն ամենայն հավանականությամբ վճռորոշ կլինեն։ Գառի Մութաֆյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։